Վստահ եմ, եթե ընտրությունները լինեին հեռախոսի հավելված, ապա ուղիղ 1 րոպե հետո դու այն կջնջեիր։ Գաղտնիքը շատ պարզ է, որովհետև օրինակ App Store-ից կամ Play Market-ից հավելված ես ներբեռնում, բացում ես հավելվածը, մենյուն խառն է, գործողությունները հստակ չեն, հստակ ցուցում չկա, թե ով բարեկամն է, ինչ է ենթադրում հավելվածը իրենից։ Նույնն է քաղաքականությունում, ընտրություններից առաջ առաջանում է մեծ քաղաքական աղմուկ։ Դրա վառ օրինակ եղավ 2021 թվականի ընտրությունները, երբ մասնակցում էին 25 ուժ եւ դաշինք։ Ինչի արդյունքում, բնականաբար իհարկե մենք պարլամենտական երկիր ենք եւ մեզ մոտ կուսակցությունները պետք է զարգացած լինեն, բայց քանի որ դեռևս չենք հասել այն փուլին, որ կուսակցությունները զարգացած են, մեզ մոտ անհատ կուսակցություններ են, այսինքն ամեն ինչ պատտվում է մարդկանց շուրջ, շատ քչերն են, որ նույն ծրագրերը կարդում են։ Գուցեև միայն այն մարդիկ, ովքեր դրանք գրում են իրենց կուսակցությունների ներսում։ Մենք ունենք գրանցված մոտավորապես 126 կուսակցություն, այո, եթե մենք խոսում ենք զուտ նրանց գոյության տեսանկյունից, գուցեև դրանք որևէ մեծ լուրջ խնդիրներ չեն առաջացնում, բայց մյուս կողմից հնարավոր է, որ անհրաժեշտ լինի օրինակ այն կուսակցություններ, որոնք կենսունակ չեն, իսկ կենսունակությունը կարող է տարբեր ձևով չափվել։ Օրինակ վերջերս իմացա, որ Միացյալ Նահանգներում ընտրողները եթե 4 անգամ անընդմեջ ընտրություններին չեն մասնակցում, ապա իրենց անունը դուրս է գալիս ընտրական ցուցակներից, հետո իհարկե վերականգնելու հնարավորությամբ, բայց նույնն է միգուցե անհրաժեշտ է կուսակցությունների պարագայում անել, հա, եթե այն կուսակցություններ, որոնք 4 ընտրություն անընդմեջ օրինակ կամ պայմանական թիվ լինի, չեն մասնակցում ընտրություններին, միգուցե պետք լինի նաև այդ ընտրությունների հնարավորությունից իրենց զրկել մասնակցելու։ Այս պարագայում բնականաբար այսքան ընտրության հնարավորություն ունենալով հանդերձ քաղաքացին իրենց զգում է այսպես կոչված outsider, հա, դուրս մնացած process-ներից։ Մենք շատ հաճախ ասում ենք, որ քաղաքացիները անտարբեր են, չեն ուզում մասնակցել ընտրություններին, այո, դա եւս պատճառ է, շատ քաղաքացիներ իսկապես անտարբեր են ընտրությունների հանդեպ եւ չունեն պատասխանատվության զգացում, որ հենց այդ իրենց մի քվեյով որոշվում է նաեւ իրենց վաղվա օրը, բայց դա մի կողմ դնելով շատ քաղաքացիները պարզապես չեն հասկանում քաղաքական գործընթացները ինչպես են տեղի ունենում կամ ընդհանուր առմամբ այնպիսի աղմուկ է առաջացած լինում, որ բարդ է քաղաքացու համար կողմնորոշվելը։ Դրա համար լավ դիզայնը բնականաբար մարդկանց ավելի գրավիչ է թվում, վատ դիզայնը վանում է նրանց։ Ու երբ մասնակցությունը ցածր է լինում, գուցե խնդիրը միայն քաղաքացի չէ, գուցե նաև խնդիրը համակարգն է, գուցե այն բովանդակությունն է, որը ներկայացվում է, կամ գուցե բովանդակությունը լավն է, բայց այն ներկայացնելու ձևն է վատ։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք իսկապես շատ մեծ կարևորություն ունեն մտածելու տեսանկյունից եւ ընդհանրապես քաղաքական համակարգի կայացման տեսանկյունից։ Իսկ դուք ինչ եք կարծում այս իմաստով։ Արդյոք ձեզ համար որպես պոտենցիալ քաղաքացիներ, ովքեր պետք է մասնակցեն ընտրությունների, ամեն ինչ շատ պարզ է, մատչելի ու հասկանալի։